Ուրեմն Հրազդանի ձորի հետ կապված տեսեք գումարը հատկացվում ու առաջի հայացքից այո լավ բան է արվում, բայց Հրազդանի ձորում թե Հրազդան ստադիոնից մինչև Հալաբյան փողոց, թե Նիկոլ Փաշինյանի կեցավայրից մինչև ուրեմն այնտեղ մատուռ կա, այդ մատուռի մոտ երկու կողմից էլ ճանապարհները ունեն խնդիրներ, ես դրա մասին մի տեսանյութ եմ նկարահանել, ուրեմն ասֆալտապատված մասը ունի խնդիր, եզրաքարեր չկան, մայթը հետիոտնային ճանապարհ չկա, շատ տեղեր բացակայում է, հենց կոնկրետ ոչ միայն վատ վիճակում, այլ բացակայում է, որ մարդը հետիոտնա այդտեղով քայլի, էլ չեմ ասում, որ հանկարծ երեխայի հետ լինեն կամ կայլասկայով լինեն, ոնց են անցնելու այդ տարածքով։ Հենապատ չկա շատ տեղեր, ձորը, գետը, ճանապարհի հետ կիսող այդ հատվածում առանց հենապատ է։ Դրանք պարտադիր վերանորոգման, կառուցման կարիք ունեն։ Բայց ես մի հատ ուրիշ հարցի եմ ուզում անդրադառնամ, այստեղ խոսվեց Հրազդանի կիրճում կամ ավելի ճիշտ մանկական երկաթուղու թունելների մասին եւ թունելների վերականգնման կամ վերանորոգման մասին։ Իմ մոտ հարց առաջացավ, սրա այս գումարի մեջ է մտնում սրա վերականգնումը, այդ թունելների վերականգնումը կամ նախագծումը։ Հիմա տեսեք 2023 թվականին էլի այս դահլիճում ու էլի այս կարգավիճակով ինչ որ այսօր Հայաստանն է գտվում, այսինքն նախընտրական կարգավիճակով։ Այն ժամանակ Երևանն էր նախընտրական կարգավիճակում գտնվում։ Օգոստոս ամսին Տիգրան Ավինյանի եւ Խորեն Գրիգորյանի միջև այս զրույցն էր գնում, որ զեկուցում էր Խորեն Գրիգորյանը, որ մանկական երկաթուղի տանող թունելները վերանորոգվելու են, նախագծող էին գտել, նախագծողին գումար էր հատկացվել, 9 միլիոն դրամ գումար հատկացվեց, բայց այդ թունելները այդպես էլ չնախագծվեցին։ Հիմա հարց է առաջանում, ինչ եղավ այդ 9 միլիոն դրամը վճարվեց ու կարծես թե վճարվել է, այդ պայմանագիրը տեսել եմ։ Վճարվելուց հետո այդ ինչու չնախագծվեց, որ հիմա նորից եք ասում նախագծվելու է այդ թունելները, այսինքն նորից են գումար հատկացնելու բյուջեից փաստորեն, այն գումարները արդեն տենց տակով արեցին, էլի գրպանեցին հավանաբար։ Եվ եթե այդտեղ թունելների վերևը 50 հարկանի շենք է կառուցվելու, այդ թունելների որ մասն է նախագծվելու, որ մասն է կառուցվելու, որ այդ թունելները մնան եւ շինարարությունից հետո չքանդվեն։